Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի գավաթի բասկամարտի առաջնությունը հայտարարում եմ բացված։ Դուք եւս մասնակցում եք բասկամարտի առաջնությանը, այսպիսի միջոցառումները ինչ նշանակություն ունեն երիտասարդների, պատանիների համար եւ ինչ են փոխում ձեր առօրյայում։ Ճիշտն ասած, ես միշտ մասնակցել եմ մենակ դպրոցականների մրցումներին ու այս տարի, որ ես ավարտական դասարան եմ ու հուզվեցի, որ ավարտական եմ, այլ մրցումների չեմ մասնակցելու, բայց որ իմացա, որ անհատական sense լրացուցիչ մրցումներ են կազմակերպում, ոգևորվեցի։ Այսպիսի անհատական մրցումները ոգևորում են, որ մենք կարողանանք էլի մասնակցենք, կապ չունի տարիքը եւ այլն։ Առաջին տեղը։ Դե այս պայն առաջին աջ ձեռքով առաջի տեղ եմ ընկել, բայց դեռ ձախ ձեռքով եմ աղջիկների հետ։ Իսկ առհասարակ այսպիսի միջոցառումները ինչ նշանակություն ունեն նաև աշխուժացման կյանքի եւ այլնի առումով։ Դե ես որպես սպորտային աղջիկ, որպես սպորտսմեն, ինձ համար մեծ կարևորություն եմ տալիս այս սպորտային մրցումներին, որովհետեւ ես սիրում եմ աշխուժություն ու անընդհատ մրցումների մեջ եմ տարբեր բնակավարներում։ Գորիսը ապահովում է։ Այս պայն հա, Գորիսը ապահովում է։ Իսկ շատ կան միջոցառումներ Կան նաև որպես մշակութային եւ սպորտային, այս պահին մենակ որպես Սյունիքի մարզով առաջին անգամ եմ մասնակցում, դե ինձ թվում է առաջին անգամ մարզպետի գավաթ, միշտ եղել է վարչապետի գավաթ ու ավելի ոգևորող է։ Որերորդ տեղն ես զբաղեցրել եւ առաջին տեղը տարիքային շրջանակ կա։ 18 տարեկան 50 քաշային կարգում։ Առաջին անգամ ես մասնակցում առաջ Շուտ վայնց եմ զբաղվում սպորտով։ Իսկ ինչ կասես պատանիների, երիտասարդների համար այսպիսի միջոցառումները ինչ նշանակություն ունեն, նաև այսպես ձեր իմացածը ցույց տալու, դրսևորելու համար։ Դե ընդհանրապես էսի շատ լավ սպորտ է, նախապես ասեմ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին ու իմ տրեյներին, որ այսքան ջանք ու եռանդի շնորհիվ կարող եմ հասնեմ այսպիսի հաղթանակը։ Իսկ ինչ նպատակներ ես քո առաջ դնում եւ այդ նպատակները կոնկրետ բասկամարտի հետ են կապված, թե նաեւ բասկամարտի մեջ, որ արդեն մասնակցեմ հետագայում աշխարհի առաջնությանը կամ Եվրոպայի առաջնությանը։ Կարծում ես ինչ պիտի անես, որ կարողանաս դրան հասնել, իրագործել։ Պիտի նախ առաջինը նպատակ դնեմ ու իմ ջանքի շնորհիվ պիտի շատ լավ պարապեմ ու նպատակ դնեմ հասնեմ իմ նպատակին, այդպես։ Դավիթ։ Այն տարեկան ես դա։ 16 տարեկան, Սիսյանից եմ։ Իսկ ինչ ես մտածում առհասարակ նաև հայրենիքին ծառայելու համար, հա, նաև քո հնարավորություններով, նաև սպորտով։ Հա դե ընդհանրապես հայրենիքին ծառայելու համար բոլորն էլ պարտավոր են ծառայեն հայրենիքին, ու ամեն գնով էլի։ Այդ բոլորիս պարտքն է։ Ուսում հա դա ամեն տեղ էլ հնարավորություն կա էլի։ Ձեր եղբայրն է մասնակցում, որերորդ տեղն է արդեն գիտեք զբաղեցրել եւ այսպիսի միջոցառումները ինչ նշանակություն ունեն նաեւ երիտասարդների, պատանիների առօրյան աշխուժացնելու, ինչպես նաեւ այստեղ սպորտի զարգացման առումով։ Շնորհակալություն նախ, նշեմ, որ նմանատիպ միջոցառումները շատ մեծ դեր եւ նշանակություն ունեն նոր սերնդի երիտասարդների առողջության,
ամրապնդման, ինչու՞ չէ նաև մրցակցային արդար պայքար ստեղծելու համար։ Եղբայրս է մասնակցում մինչև 18 տարեկանների քաշային կարգում, արդեն իսկ ունի 3-րդ մրցանակային տեղը։ Կարծում եմ, որ սա դեռ սկիզբն է եւ իրեն դեռ բազմաթիվ հաջողություններ եւ հաղթանակներ են սպասվում։ Մինչև 18 տարեկանների խմբի մեջ, լինելով 16 տարեկան, կարողացել է գրավել 3-րդ հորիզոնականը։ Դուք Վերիշենից եք, չէ՞։ Եվ անընդհատ ականատես եք եղել, թե ինչպիսի սադրիչ գործողություններ է իրականացնում հակառակորդը։ Ես հիշում եմ նաև ժամանակին ձեր տան ուղղությամբ եւս, չէ, եղել էին կրակոցներ, ընդհանուր առմամբ ինչ կարող եք ասել, նաև վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման վերաբերյալ սյունեցուն այսպիսով կարող են վախեցնել։ Ինչ վերաբերում է սյունեցուն, կարող եմ հստակ մի բան նշել, ինչպես նշել եմ իմ սրանից 2 տարի, 3 տարի առաջվա ասուլիսում, այսպես նշեմ, սյունեցի հոգին անկոտրում է, սյունեցին երբեք չի կոտրվում եւ մի քանի տեսանյութեր եմ ես տեսել համացանցում, որտեղ որ լրագրողները մոտենում են, ինչ որ այսպես ասած ճակերտավոր սյունեցիների են հարցեր ուղում, ինչպես է կարծում, ինչպես պետքա կռվեք, ինչպես չպետքա կռվեք, սակայն լինելով բուն սյունեցի կարող եմ հստակ նշել, որ սյունեցում կոտրել ուղղակի անհնար է, ինչպես անհնար է կոտրել այն նմանատիպ մատաղ սերնդի հոգին, անկոտրում ոգին, ինչու՞ չէ նաև մարզական ամրապնդությունը, այսպես ասած։ Ես հիշում եմ, երբ ժամանակին այդ ուղղությամբ նաև կրակոցներ են լինում, դուք բոլորդ ձեր տանն եք եւ որևէ մեկը չէր լքում գյուղը, հիմա էլ նույն պատկերը խոզնավարում եւ խնածախում է ստեղծում։ Նշանակ դա եւս մեկ անգամ փաստում է քիչ առաջվա իմ ասածը, որ մենք անկոտրում ենք, անկախ ամեն ինչից, ինչ ուզում է լինի, ինչ իրավիճակ ուզում է լինի, մենք մեր հողից չենք հեռանում, մենք շարունակելու ենք ապրել, զարգացնել, շենացնել այն հողը, ծիլ տալ այն հողին, որտեղ որ մենք ապրում ենք, որտեղից որ մենք սերվել ենք եւ որտեղ որ պատկերացնում ենք մեր մյուս սերնդի կյանքը, գործունեությունը, հետագա ապագան։ Միանշանակ, ինչպես սիրում եմ ես ասել, Լեռնահայաստանի մայրաքաղաքը, ողը, ծուծը դա Գորիսն է, Հայաստանի ողն ու ծուծը Սյունիքն է, իսկ Հայաստանի այսպես ասած սահմանների ամբողջական միավորումը դա հայ զինվորի, զինվորականի համազգեստը պատվով կրողի արժանապատվությունն ու արժեխնդրությունն է։ Շնորհակալ եմ եւ ձեր եղբոր անուն ազգանն էլ ասեք։ Արտյոմ Մկրտչյան։ Տեսակ ի վերջո ձեռքսեղմում տեղի ունեցավ, արդյունքների հետ արդեն իսկ մասնակիցը համաձայնեց։ Բավականին թեժ պայքար է ընթանում, մասնակիցների թիվը ինչքան է, շատ է կարծես։ Մասնակիցները 107 հոգի։ 107 մասնակից։ Մասնակից ամբողջ Սյունիքի մարզից 107 մասնակից։ Մինչև 18 տարեկան եւ 18-ից բարձր։ 2 տարեկային խումբ։ Բավականին ոգևորված են, բավականին թեժ է ընթանում։ Այո, մենք չենք սպասում, որ այսքան մասնակից է գալու, այսքան թեժ է անցնելու։ Նաեւ կա ֆինանսական պարգևադրում, հետ էլա ոգեշնչում բոլորին, ինձ թվում է հետ էլա նպաստում, որ այսպիսի թեժ պայքար լինի։ Իսկ սյունեցիների համար այս միջոցառումները ինչ նշանակություն ունեն։ Միանշանակ են, որ պիտի բոլորը մարզվեն եւ լինեն ուժեղ։ Մերսի։ Սյունեցուն կոտրել հնարավոր է։ Դե որ ինչպես տենում եք, կոտրել հնարավոր չի։